Առաջարկ Հայաստանին ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ առանց ձևականությունների։ Մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ եւ թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։ Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ։ Փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին։ Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության։ Կյանքի բոլոր ոլորտներում, կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ։ Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։ Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե ներելու, թե ներողություն խնդրելու։ Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության եւ ինքնահարգանքի նշան է։ Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։ Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է, թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում, սա անտրամաբանական է։ Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։ Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց, անկախ քաղաքական եւ բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։ Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում, ներքին համերաշխությունը ստանում է այլ կենսական կարևորություն։ Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի, դա թշնամու ցանկությունն է։ Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը, այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։ Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայկական աշխարհում։ Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի որ ծայրում է լինի, հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանն ու ներքին ուժին։